Քրիստոս հարյավ իմերելով։ Հալելույա, քեզ Տեր։ Շնորհակալ ենք Հիսուս, քո փառքի ներկայության համար, որ դու լեցրել ես այս վայրը քո սքանչելի ներկայությունով եւ քո սուրբ հոգովդ ներգործում ես ամենքիս կյանքի մեջ։ Կարող ես դավանել ինքդ քեզ համար, որ Տերն այստեղ է իր հարության զորությունով վերականգնելու ինձ, հաստատելու ինձ, զորացնելու ինձ, օժտնելու եւ Աստծո կամքին համեմատ դարձնելու ինձ։ Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Իրականում Աստծո նպատակն է, որ Հիսուս Քրիստոսի միջոցով փրկագներ ողջ մարդկությանը եւ իրագործել իր հավիտենական ծրագիրը հենց Հիսուս Քրիստոսի հարության շնորհիվ։ Գիտես, ավետարանը բառացի ներկայացնում է, որ Աստծո հրեշտակը երկնքից հայտնվեց եւ հայտարարեց Հիսուս Քրիստոսի փառահեղ հարության ավետիսը եւ հրեշտակը շարունակեց ասելով, թե Քրիստոսը գերեզմանում չի, Քրիստոսը հարություն է արել։ Եվ կանանց, որոնք եկել էին Հիսուսի գերեզման սքալու, խնկարկելու Հիսուսին, հրեշտակն ասեց, ինչու եք ողջին մեռելների մեջ փնտրում։ Այս ավետիսը ողջ քրիստոնյա աշխարհի համար հանդիսանում է հաստատություն, հիմք, ուրախություն, հաղթություն։ Այս ավետիսն է, որի միջոցով մենք կարողանում ենք վայելել Աստծո օրհնությունը, ճաշակել նրա սիրո քաղցրությունը եւ տեսնել Աստծո զորությունը մեր կյանքում։ Հարության շնորհիվ է, որ ես ու դու կանք եւ վայելում ենք այն կյանքը, որն Աստված ինքը շնորհել է մեզ հենց Հիսուս Քրիստոսի հարության շնորհիվ։ Ուրեմն, եկեք որ ողջին հարություն առածին մեռելների մեջ չփնտրենք, գերեզմանի մեջ չփնտրենք։ Ցավոք սրտի այսօր էլ շատ հավատացյալներ դեռ ինչ որ կերպով իրենց սրտի խորքում այդ գերեզմանի մոտ լացում ու ողբում են, բայց Աստծո ավետիսը վերափոխեց ողջ քրիստոնյա աշխարհը, որ Հիսուսը հարություն է արել։ Ամեն։ Եվ գիտես, մենք կարող ենք ասել Հիսուսն հարություն է արել, բայց կարծես թե մեր ապրած կյանքը, մեր սրտի դիրքը, մեր բնավորությունը եւ սովորությունը, մեր տրամադրվածությունը կարծես թե լրիվ հակառակն է խոսում, որ դեռ Հիսուսը գերեզմանում է։ Նայում ես հավատացյալներին, հավատքդ կորցնում ես։ Կան որոշ հավատացյալներ, որոնք դեռ շարունակում են ապրել կարծես թե մեռած Հիսուսի հետ։ Գիտես, մեռած Հիսուսին Պիղատոսը առանց երկար բարակ մտածելու շնորհեց աշակերտներին, ասեց՝ «Տարեք, մեռած Հիսուսը ոչ մի բանի պիտանի չի», բայց նա չգիտեր, որ Հիսուսը հարություն պիտի առներ։ Եվ հիմա ես ու դու պիտի կարողանանք լրջորեն ոչ միայն իմանանք Քրիստոսի հարության մասին, այլ վայելենք հարության Քրիստոսի զորությունը մեր կյանքում, ընտանիքում, երկրի մեջ, ազգի մեջ։ Ամեն։ Հալելույա մեր Աստծուն, հրաշալի է Աստված, սքանչելի է իր ներկայությունը, հալելույա։ Փառքն ու պատիվը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Եվ տեսնում ենք, որ Հռոմեացիների 4:25-ում այստեղ բառացիորեն շեշտադրված է, որ Հիսուս Քրիստոսը խաչի վրա մեռավ մեր մեղքերի համար։ Հիսուսը մեռավ մեր մեղքերի համար, բայց գիտես, դա վերջը չի։ Դա այն սկիզբն է, որ Հիսուսն իրականացրեց իր մահով։ Եվ հետո շարունակությունում ասում է, եւ հարություն էլ առավ։ Ալելույա։ Աստծո առաջ մեզ արդարությամբ կանգնեցնելու։ Քրիստոսի մահը մեր մեղքերի համար էր։ Ամեն, այո եւ ամեն։ Բայց նրա հարությունը փաստում է մեր արդարացված լինելը։ Բառացիորեն, եթե ես հավատում եմ Հիսուս Քրիստոսի հարությանը, դա կնշանակի ես իմի կանգնած եմ արդարների ժողովքի մեջ եւ Աստծո անունը դավանում եմ արդարների ժողովքում։ Բոլորս որոնքս որ հավատում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, այստեղ խոսքն ասում է, որ արդարացված ենք։ Մի հատ հրի կողքինիդ ասած, լուրջ չես հավատում ես խոսքին։ Դու արդարացված ես Հիսուս Քրիստոսի անունով։
Որովհետև արդարությունն իրականում արդարությունը Քրիստոսով արդարացված լինել իրականում մարդու սրտի խորքում ուրախություն է բերում։ Տեսանք, որ Քրիստոսի հարությունը քրիստոնյա աշխարհի համար լիակատար ուրախություն է բերում։ Լիակատար ուրախություն։ Հարազատս, եթե դու Քրիստոսի հարությունով չես կարողանում ուրախանալ, այն որ ասում է երկնքից ոսկի հրթափվի, մեկը էլի քո սիրտն ուրախ չի, որովհետև սրտի կարգավիճակը կախված չի դրսևանցող իրավիճակներից, այլ որ Հիսուս Քրիստոսին ունեցողը իրականում հարության Քրիստոսին ճաշակողը իր սիրտը լեցված է ուրախությամբ։ Ունայտես կողքինից սիրտն ինչով է լեցված։ Nous տեսնում ենք, որ Հիսուսը իր հարությունով մեզ արդարացրեց Աստծո առաջին։ Ամեն, ուրեմն քաղցր ջան, Աստծո առաջին Քրիստոսով արդարացվածին։ Ինչպես ես դու կարողանում անտեսել, անարգել կամ արհամարել։ Չէ որ բոլորս նույն գինն ենք։ Քրիստոսի արյան գինն ենք, որով փրկագնված ենք։ Ամեն։ Չկա որևիցե մեկը երկրագնդի վրա սուպեր սուրբ, որ ավելի շատ արյուն թափված լինի այդ անձի համար, քան որ որևիցե մեկի համար։ Համաձայն ես Հիսուս Քրիստոսի սուրբ ու պատվական արյունով եւ նրա մահով ու հարությունով մենք ամենքս արդարացված ենք Աստծո առաջին։ Դա փաստում է այն, որ անկախ նրանից դու ինչպես ես մտածում քո կողքինի մասին, մեկը ինքը Աստծո աչքի արդարացված է։ Ինչքան ուզում ես դատապարտես, մեղադրես, չարախոսես, դու դա անում ես Աստծո կողմից Քրիստոսի միջոցով արդարացված անձի հանդեպ, որի համար հաշիվ պիտի տաս Աստծո։ Դրա համար լավ կլինի այ բանը։ Դու էլ ուրախությամբ վայելես այն արդարությունը, որը Քրիստոսով շնորհված է քեզ։ Ամեն։ Հալելույա։ Եվ հետո 5-րդ համարն գլուխն ենք կարդում, ուրեմն տեսանք, որ հասել ենք Հռոմեացիների 5-ի 1-2-ը։ Եվ այնտեղ ասում է, որ հիմա մենք ամենքս էլ ու մասին է խոսքը, ամենքից, որոնքս որ ընդունել են Քրիստոսին, հավատքով արդարացված լինելով խաղաղություն եւ հաշտություն ունենք Աստծո հետ Հիսուս Քրիստոսի հարության միջոցով։ Ամեն։ Մենք ամենքս տեսանք, որ 4:25-ը, այդ որ ասում եմ 4:25, հա, Հռոմեացիների, այն ժամանակ, երբ որ բնագիրը գրվել է, այսպես համարներով համարակալված չի եղել։ Հետո են դա արել, որպեսզի թարգմանության մեջ կամ այսպես իրավիճակների ելնելով չանտեսվի որևիցե մի համար։ Բայց հիմա կարդում ենք, որ Հիսուս Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ եւ մեզ արդարացնելու համար հարություն արավ։ Ուրեմն եթե հավատում ենք, որ Հիսուսն հարություն արել, մենք արդարացված ենք Աստծո առաջին։ Այդքան հեշտ, այդքան պարզ, ավետարանը ինքը պարզ է։ Այ մի բարդացրու ավետարանը իմ ու քո համար։ Ամեն։ Ամեն։ Ավետարանի պարզության համար էր, որ Հիսուսը խաչվեց, առանց որի ավետարանը կորցնում է իր զորության կարողությունը։ Եվ այստեղ շարունակությունում ասում է, եւ հիմա մենք որ հավատքով արդարացած լինելով Աստծո առաջին ասա խաղաղություն եւ հաշտություն ունենք Հիսուս Քրիստոսի հարության շնորհիվ։ Քրիստոսի հարության շնորհիվ հավատքով ընդունեցինք Աստծո շնորհքը, այս բառը մի հատ իսրտե ասա, Քրիստոսի հարության շնորհիվ հավատքով ընդունեցինք Աստծո շնորհքը, որի մեջ էլ ապրում ենք, որովն էլ կանք եւ նաեւ ուրախությամբ եւ ցնծությամբ բարձենում ենք Աստծո գալիք փառքի հույսով։ Ամեն։ Հալելույա։ Հրաշալի է Աստված։ Նա ես խոսքերը իմ ու քո համար են։ Պետք չի այդպես մի կարի մոտ ողբազ լացես դետել, դու ախր դու մեռար, ախր դու բայց ախր հարություն արավ քաղցր ջան։ Դխրում ես որ մեռավ ուրախացի որ հարություն արավ։ Մեռավ ինձ ու քեզ արդարացնելու համար։ Մեռավ ինձ ու քեզ այս շնորհքը շնորհելու համար, որի մեջ կանգնած ենք, որով կանք, նաև որով ուրախությամբ եւ ցնծությամբ բարձենում ենք Աստծո գալիք փառքի հույսով, որ պիտի ժառանգեն բոլոր նրանք, ովքեր որ հավատում են Հիսուս Քրիստոսի հարությանը եւ ընդունել են հարության Քրիստոսին իրենց համար որպես Տեր ու Փրկիչ։ Ամեն։
Հիսուսը խոստացավ, որ գալու է իրան հավատացողներին տանի երկինք, տանի հավիտենական բնակարան։ Բոլոր նրանք, ովքեր որ հավատում են Հիսուս Քրիստոսի հարությանը, պիտի հավատան նաև Քրիստոսի բոլոր խոստումներին են, որովհետև ինքն ասեց. ես ձեզ որբ չեմ թողնի։ Կգամ ձեր հետևից եւ կտանեմ երկինք, ամեն։ Եվ ինքը, որպեսի գա երկնքից եւ տաներ մեզ երկինք, հարությունից հետո պիտի նախ ինքը գնար այնտեղ, ամեն։ Եվ մենք կարդում ենք Հովհաննես 20:17-ում, ուշադիր լսի հարազատս։ Սա մի խոսք է, որը յուրաքանչյուրիս կյանքը կարա վերափոխի։ Եվ Հովհաննես 20:17-ում Հիսուսը իր հարությունից անմիջապես հետո իր աշակերտներին կոչեց եղբայրներ։ Եթե եղբայրներ, ապա քույրերին են բնականաբար քույրեր։ Ամեն։ Եթե մեկը Պարսկաստանից եկած լիներ, պարսկահայ լիներ, կարող է ասել քույր եղբայրներ։ Քույր եղբայրներ։ Սկզբից որ եկել էին Պարսկաստանից մեր հարազատ եղբայրները, պիտի ծառայության ժամանակ օրինակ ողջունեին եկեղեցու քույրերին եւ եղբայրներին, իրանք մեկ բառով ասում էին քույր եղբայրներ, բանից դուրս էր գալի եղբայրությունը քույր է։ Բայց հիմի Հիսուս Քրիստոսը, տեսեք, անմիջապես հարությունից հետո իր աշակերտներին ասեց, կոչեց եղբայրներ, նայ, եղբայրներ կոչեց եւ ասեց. ես գնում եմ իմ հոր մոտ եւ ձեր հոր մոտ։ Գնում եմ իմ Աստծո մոտ եւ ձեր Աստծո մոտ, բայց ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեր հետևից, ամեն։ Եվ սրանով հասկանում ենք, որ մենք ամենքս երկնային հորից ծնվածներն ենք եւ մեկ հոր ժառանգներն ենք, ամեն։ Եվ այդ ամենը տեղի ունեցավ մեր կյանքում Հիսուս Քրիստոսի փառահեղ հարության շնորհիվ, ամեն։ Եվ ավետարանը ներկայացնում է, որ սրբողը եւ սրբվողները բոլորն են միևնույն հորիցն են։ Սրբողը ինքը Տերն է, Հիսուս Քրիստոսը։ Սրբվողները մենք բոլորս, որոնքս ընդունել ենք Հիսուս Քրիստոսին, մեկ հորիցն ենք, ամեն։ Եվ շարունակությունում ասում է, հենց դրա համար էլ Հիսուսը չի ամաչում, որ մեզ եղբայրներ կոչի։ Եվ ասում է, որ քո անունը Հայր կդավանեմ, կհայտնեմ, կճանաչեցնեմ իմ եղբայրներիս, ամեն։ Եվ Հիսուս Քրիստոսը մեզ եղբայր կոչելով հաստատում է, որ մենք միևնույն հորից ծնված ենք։ Ուզում եմ իմանաս, որ մինչև հարությունը Հիսուս Քրիստոսը Հովհաննես 15-ում այնտեղ որ խոսում է խաղողի վազի մասին եւ ասում է ես ձեզ ընտրեցի եւ դրեցի որ գնաք պտուղ բերեք եւ այդ պտուղը շատ լինի եւ մնայուն լինի որպեսզի հայրը փառավորվի այնտեղ ասում է որ ձեզ ծառա չեմ ասում աշակերտներին աշեշտում ձեզ բարեկամ եմ կոչում ամեն բայց ուշադիր եղի հարությունից անմիջապես հետո այդ բարեկամները դարձան եղբայրներ իրենց բարեկամ ասենք եզան եզի գյուղից հորքուրից մարդու չգիտեմ, քերու տղու խնամին, հա, բարեկամ, բայց եղբայրություն, դա արյունակցությունն է, մեկ ընտանիքը, մենք հերու բարեկամ չենք Քրիստոսի, քաղցրներ ջան, մենք Քրիստոսի եղբայր ու քույրերն ենք, ամեն, հալելույա, և սրանով հաստատում է, որ մենք իր ընտանիքն ենք, դա ուրախություն չի բերում քեզ, դա ուրախություն չի բերում քեզ, դա Աստծո ծրագիրն էր, որ մենք վայելենք այն ինչ, որ Աստված ինքը մեր կյանքում իրականացրել էր Հիսուս Քրիստոսով, դեռ աշխարհի ստեղծելուց առաջ է։ Եվ հիմի Պողոս առաքյալը, ուրեմն երկրորդ Տիմոթեոս առաջի գլուխ 8-10 համարներում Տիմոթեոսին գրում է ասելով. տեսանք, որ Հիսուսը մեզ չի ամաչում մեզ եղբայր կոչի։ Դու դա կարող ես կարդալ Եբրայեցիների երկրորդ գլուխ 11-12-ում, բայց իրականում մենք շատերս ենք ամաչում Հիսուսի եղբայր կոչել
Եվ շատերս ամաչում ենք, որ Քրիստոսի հարության ավետիսը քարոզենք, ներկայացնենք, մարդկանց ասենք, որ լսի Հիսուսը հարություն է արել։ Ամեն։ Շատեր գիտենք մեր Թեմուր եղբայրը, հիմա ինքը Տիրոջ մոտ է, եւ ժամանակին, որ ես նոր ապաշխարել էի, ես մինչ իմ ապաշխարությունը մենք խնդիրներ ենք ունեցել, գյուղը, ընտանիքը, չգիտեմ, երկիրը, պետությունը եւ ազգա տարբեր, ու մենք այսպես այդքան էլ լավ չենք եղել իրար հետ, հա, բայց գյուղացիներն էլ իմացել են ով ենք, ինչ ենք, ոնց ենք, բայց ասածս էսա ու հիմի մենք գալիս ենք ծառայությունից երկու եղբայր, ես ու Թեմուրի եղբայրս, ինքն այսպես բեղերով շատ դուք շատ էլ ճանաչում եք իրան։ Բայց որ հասնում ենք մեր գյուղ արդեն մտնում էինք այդ Զիացանի կողմից, այնտեղ ընդամենը մի խանութ կար այն ժամանակ մեր գյուղում եւ միշտ ինչպես այսպես կարգն էր, այդտեղ հավաքվում էին բոլոր գյուղացիները, որոնք սիրում էին խմել, հարբել, որոնց մեջ ժամանակին ես կայի։ Եվ հիմի ես դա գիտեմ, ու հիմի մինչև որ այդտեղ հասնելը, Թեմուրի ոնց որ sense կներեք մեր լեզվով ասեմ, ուզում ես ես ցրեի, հա դե ամոթ չի, բա ինձ տեսնեն Թեմուրի հետ, գալիս եմ համ, ու իրան, ասում Թեմուր ջան, դու տես գնա, ես էլ sense կգնամ։ Թեմուրը հա, սարքի Թեմուր ջան, հարց չկա։ Եվ որ Թեմուրս 2-3 քայլ էր արել, բայց տես ես հոյի մտադրությունը գիտեմ, թե ինչի համար էդի արեցի, ու դերն էլ գիտեր, Թեմուրս չգիտեր։ Եվ որ Թեմուրս 2-3 քայլ արեց, որ պիտի անցնել այն փողոցի մյուս մայթը, որ գնար, ուրեմն Սուրբ Հոգին հետս խոսեց։ Ասել, այս համարը խոսեց։ Ես չեմ ամաչում հորս առաջ եւ երկնքի ռեշտակների առաջ, քո նմանին իմ եղբայրս կոչեմ եւ դու հիմի ամաչում ես իմ եղբայրս Թեմուրին, քեզ եղբայր կոչես եւ ավելի մեծ ու անսահման մեծ է իմ ու քո հարաբերությունը, քան թե քո ու Թեմուրի։ Մինչ Սուրբ Հոգին խոսել հետս, ես կանչեցի Թեմուրը լարի բան եմ ասում։ Ես հասկացա, ինչ սխալ եմ գործել Աստծո առաջին։ Թեմուրից կանչեցի, մինչ որ Թեմուրս կմոտենար, մենք հասել ենք ճիշտ հենց այդ մարդկանց ուշադրության կենտրոնում, որոնցից խուսափում էի, որ ինձ տեսնեն Թեմուրի հետ։ Հիմա Թեմուրից գրկել եմ, ես բեղերով, ես բարձում եմ, Թեմուր ջան ասում եմ, քեզ շատ եմ սիրում, բարձր ասում եմ, եկել ասում եմ, հա, սարքիսեք, բայց ես գիտեմ, լավ է, ինչ եղավ, քեզ նա չգիտեր, որ Սուրբ Հոգին այցելել է։ Հասկանում ես։ Ու ինչքան էսպիսի կարգավիճակներում մենք գտնվում, հայտնվում մեր սրտի սխալ դիրքի ոչ ճիշտ կարգավիճակի պատճառով քաղցրներ չան։ Բայց նաև ասում ենք եղբայր։ Ես էլ իրան եղբայր էի կոչում եւ ծրում էի։ Բայց երբ որ Սուրբ Հոգին խոսեց իմ հետ, ես հասկացա, որ իրականում ոնց որ տես, ոնց որ ես ուզենամ մրջուն դառնամ, այդքան էլ մեծ չի տարբերությունը եւ ուզածս ցանկությունը, քան որ Հիսուսը, որ ուզեցավ մարդ դառնար եւ դարձավ։ Հիսուսը, որ մարդ դարձավ եւ եկավ մարդուն Աստծո որդի կոչեց եւ իրեն եղբայր, ու ես ու դու այդ մարդկանց հետ ոնց ենք վարվում, քաղցրներ չան։ Արդյոք Աստծո հոգով։ Թե ասում են, «Էրուգրա Մուխտարի եզդից կներեք հազարը»։ Այսպիսի մի պատմություն էլ կա, չէ՞, ասում է, որ մի հատ լիճ են հասնում երկու եզդի ազգ, գիտես, եզդիներն էլ են քրիստոնյա, շատերն բնականում, եւ բոլոր նրանք, ովքեր որ քրիստոնյա չեն, կապ չունի, ազգ կապ չունի։ Ուրեմն ժամանակին, երբ որ ես Թեմուրին ուզում էի վկայի, Թեմուրն ասում էր, ուզում ես հայ դառնամ, ասում էի, չէ, ուզում եմ, որ Քրիստոսին հավատաս եւ իր եղբայրը կոչվես։ Ամեն, ուրեմն երկու եզդի որ գնում են ճանապարհով եւ լճակ են տեսնում, ասում են որ այս լճից ով շուտ լողանա դուրս գա, հա, ինքը օրինակ քրիստոնյա է դառնում։ Այն մեկը նարակ դուրս է գալի լողանում, այն մեկը խեղդում ասում է, ախպեր օգնա ինձ են որ դուրս եկես, Էրուգրա Մուխտար եզդի։ Հիմա տեսեք, մենք դա ծիծաղով ենք ընդունում, բայց անկեղծ քո հարևանի հանդեպ ոնց ես վարվում, քաղցր ջան։ Այն որ հարևանդ որտեղ ապաշխարած չի, իսկի կներես եղբայրներին ասեմ, իսկի մեքենատ չես թողնում նստի։ Այն որ հարևանը դեռ ապաշխարած չի, քույր ջան, իսկի կոֆեի չես կանչում քո տունը։
Կարծում ես, որ դու այն անձի նման չես ասում, որ լիճը 2 րոպե շուտ է դուրս եկե։ Բայց նա էր, որ դեռ չգիտի Քրիստոսի մասին, Քրիստոսը նրա համար էր խաչվել։ Եվ արնություն ա։ Ամեն։ Եվ Պողոսը գրում է Տիմոթեոսին։ Տիմոթեոսը, որ արդեն ձեռնադրված երեց էր, երիտասարդ։ Եվ հիմա գրում է, 2 Տիմոթեոս, առաջի գլուխ 8-10, ասում է, ով Տիմոթեոս, դու ամոթ մի համարիր մեր Տեր Հիսուս Քրիստոսի հարության վկայությունը քարոզելն ու տարածելը։ Ամեն։ Մարդն ամաչում էր, մարդ վախենում էր։ Բայց այստեղ Պողոսը գրում է ամոթ մի համարին։ Ուշադիր լսի հարազատս։ Եթե Պողոս առաքյալի, այսպես ասած, ձեռնադրությամբ եւ այսպես վերահսկողության տակ եղող է երիտասարդը հասել էր միտեղ, որ ամաչում էր, ամոթահար էր լինում, վախում էր Հիսուսի հարության լուրը տարածելը, կարծում ես, որ մեզանից որևիցե մեկս չի հայտնվում նման ամոթ կարգավիճակի մեջ։ Եմ որ հարևանիդ հետ կնստես, ամեն ինչ կքննարկես, հալելույա, դեղել չես տա, որ մի բառ ասի, բայց երբ որ հարցը կվերաբերվի Քրիստոսին, կլրես, ինչի, որովհետև կամանչես, քո ավակ եղբայրի մասին խոսես նրա հետ։ Դու կարաս 1000 մի պատճառ բռնել, չէ՞, ասես եղբայր համաձայն չեմ ասել, բայց հիմնականում դու գիտես, որ ես ճիշտ եմ ասում։ Դրա համար այստեղ ասում եմ, մի ամաչիր, որ Հիսուս Քրիստոսի հարության լուրը վկայես ու քարոզես ու տարածես։ Եվ հետո շարունակում է, այլ ինձ նման, Պողոսը իրան օրինակ բերում, ինձ նման հանձնար, որ Աստծո զորության կարողությունով ծառայես եւ չարչարվես Քրիստոսի ավետարանի սիրո համար։ Պողոս առաքյալը կնշանակի նախ իր անձն է ներկայացնում, որ ես հանձն եմ արել։ Հանձն եմ արել Քրիստոսի ավետարանի համար չարչարվել, ծառայել, հոգնել, կրտնել, տանջվել, որովհետև սիրում եմ Քրիստոսին եւ իր ավետարանը։ Առաքյալը ասում է, ինձ նման հանձն է Աստծո զորությամբ արադա։ Ամեն։ Կարող ես այսօր հիմին ընդունած լինելով Քրիստոսին, հավատալով Քրիստոսին, վերածնված լինելով եւ տոնելով Քրիստոսի հարությունը հենց քո կյանքիդ մեջ, բայց նաեւ այսօր հանձն առնես Պողոսի նման, որ ինքն ասում է, դու ին նման հանձն առ, որ Աստծո զորությամբ չարչարվես եւ ծառայես Քրիստոսի ավետարանի համար, Աստծո սիրո համար։ Ամեն։ Կարող ես որոշումը կայացնել քաղցր ջան։ Եվ հետո շարունակում է, ինը համարն ենք ասել, որովհետև Աստված փրկեց մեզ, ուրեմն փրկված լինողներ, եկեք հանձն առնենք ավետարանի համար ծառայենք եւ չարչարվենք, որովհետև Աստված փրկեց մեզ եւ սուրբ կոչումով կոչեց մեզ, այո սուրբեր, սուրբ կոչումով կոչեց մեզ, բոլոր փրկվածները ունեն կոչում եւ նրանք կոչված են սուրբեր, ու ես այսօր Աստծո կողմից շնորհք ունեմ Աստծո սուրբերի առաջ կանգնելու եւ փառք Աստծուն այդ ամենի համար։ Աստված փրկեց մեզ։ Դե հիմի Տիմոթեոսին ասում է բառացիորեն, թե ինչի պետք չի ամաչել Տիմոթեոսը, որովհետեւ քեզ փրկեց եւ սուրբ կոչումով կոչեց, ու քեզ փրկողին, քեզ սրբացնողին ամաչում ես, վկայես ու դավանես։ Մենք կարող ենք տարբեր իրավիճակներում, տարբեր մարդկանց կողքին խոսել, այսպես ամեն հարցի շուրջ, քննարկել, ակտիվորեն, բայց 3 ժամ հետո գնանք տուն, գիշերը Սուրբ Հոգին խոսի, ասես 3 ժամվա մեջ մի բառ իմ մասին չասեցի։ Փրկեց մեզ, Սուրբ կոչումով կոչեց մեզ, եւ դա արեց ոչ թե մեր մարդկային գործերի ու այսպես ասած ծրագրերի ու արժեքների համար, այլ իր նախասահմանության համաձայն արեց։ Մեզ տրված իր շնորհքի հիման վրա, որ տրվեց մեզ Հիսուս Քրիստոսով եւ հավիտենական ժամանակներից առաջ։ Աստված քեզ չհարցրեց, կներես, չասեց, կուզես քեզ շնորհք տամ թե չէ։ Այստեղ գրված է, որ Աստված մեզ շնորհք տվեց,
Հիսուս Քրիստոսով շնորհք տվեց հավիտենական ժամանակներից առաջ էլ, ամեն։ Եթե հավիտենական ժամանակներից առաջ այդ շնորհքը տվել է քաղցր ջան, ինչի ես ուզում քո արժանինքներով վերապրես այն։ Չէ՞ որ արդեն տրված է եւ իմ ու քո արժանինքներին չի էլ նայ, ուղղակի տվել է, դա իր նախասահմանությունն այլ է, բայց իմի շարունակությունում ասում է որ բայց հիմա այդ շնորհքը, որ մեզ արդեն տրված էր հավիտենականությունից առաջ Հիսուս Քրիստոսով, հիմա հայտնվեց մեզ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հարության շնորհիվ, որն էլ կարդում ենք, ուշադիր եք, որն էլ խափանեց մահվան իշխանությունը եւ լույսի մեջ ի հայտ բերեց կյանքն ու հավիտենականությունը ավետարանի խոսքի միջոցով։ Կոմոդ գրված է ավետարանի խոսքի միջոցով։ Ուշադիր ես, ուրեմն ինչքան կարևոր է, որ ես ու դու ավետարանի խոսքը անխախտ պահենք։ Որովհետև եթե ինչ որ կերպով, թեկուզ մի քիչ աննշան կերպով թեկուզ շեղենք ավետարանի խոսքը, կտեսնենք, որ մենք կորցրեցինք այն ամենը, ինչ որ ավետարանով պատկանում է մեզ։ Դրա համար լավ կլինի, որ կրկին անգամ վերանայենք մեր հավատքի ընթացքը, թե մեր հավատքն արդյոք շինված, հաստատված է Աստծո ճշմարիտ ավետարանի խոսքի վրա, թե ինչ որ կերպով շեղվել ենք այդ իրավիճակից։ Եվ հիմա կարդում ենք Պողոս Արաքյալի գրված խոսքը, որը մեկ անգամ հանդիպել էր Հիսուս Քրիստոսին, Հիսուսի արդեն համբարձումից տարիներ հետո, բայց այդ մեկ անգամ հանդիպումը Քրիստոսի հարության զորությանը հետ փոխել է Արաքյալի կյանքը հիմնովին։ Ու հիմի այդ անձը գրում է այսպես, Առաջի Կորինթացիների 15:1-2 գրում է այսպես. եղբայրներ, դարձյալ հիշեցնում եմ ձեզ այն ավետարանը, եղբայրներ, որ ասում է եղբայրներ, դրա համար քույրերն ազատ են, իրաց չի վերաբերվում, չէ, ձեզ էլ է վերաբերվում, քույրեր չէ։ Եղբայրներ, ասում է, նկատի ունի եկեղեցին, հա։ Հիշեցնում եմ դարձյալ ձեզ այն ավետարանը, որ ես քարոզեցի ձեզ։ Պողոս Արաքյալն ասում է, ձեզ հիշեցնում եմ իմ քարոզած ավետարան, ինքը դեմ չի Պետրոսի քարոզած ավետարանին, բայց շեշտադրում է ասելով, որ ես ուզում եմ հիշացնեմ իմ քարոզած ավետարանը, բառացիորեն ինքն ասում է, ես իմ քարոզած ավետարանի պատասխանատվությունն եմ կրում, լավ, եւ ասում է, եւ այդ ավետարանը այն էր, որն էլ դուք ընդունեցիք իմ քարոզությունով, որի մեջ էլ դուք այժմ հաստատուն կանգնած եք, որովն էլ կարող եք փրկվել, մի հատ նախապայման ասում, եթե անխախտ պահեք այդ ավետարանի խոսքը։ Ուշադիր ես։ Ուրեմն ավետարանի խոսքը կարա մեզ փրկին։ Տեսանք, որ ավետարանի խոսքով իմացանք, որ մենք փրկված ենք, իմացանք Աստծո սուրբերն ենք, իմացանք Քրիստոս։ Հիմա այստեղ ասում է, որ այն ավետարանը, որ ես ձեզ քարոզեցի, որի մեջ կաք եւ ապրում եք, հաստատ կանգնած եք, այդ նույն ավետարանով էլ կարող եք փրկվել, ու մի հատ նախապայման ասում։ Եթե կատարյալ սուրբ լինեք, ամեն։ Ոչ, դուք Աստուն եք։ Ասում է, որ եթե անխախտ պահեք ավետարանի խոսքը, հիմքա, մի հատ հարց դուր քեզ քաղցր ջան։ Դու այդ ավետարանի խոսքը իրոք անխախտ պահում ես, թե խախտե պրծել ես նոր ես պահում։ Որովհետև ավետարանի խոսքը խախտելը այդքան բարդ բան չի, ամենքից հասույա։ Եվ ավետարանի խոսքը խախտելը դա վտանգավոր է։ Հետո շարունակությունում ասում է, կարող եք փրկվել, եթե անխախտ պահեք այդ խոսքը, որը ես ձեզ քարոզեցի, ստորակետ ու շարունակում է, այլապես իզուր եւ անիմաստ կլինի ձեր հավատքի ընթացքը։ Ահա ինչի քաղցր ջան, շատ մարդիկ 30-50 տարի կգան եկեղեցի ու կասեն, իզուր էր, որովհետեւ հավատքս օգուտ չուներ։ Այստեղ ասում է քաղցր ջան, եթե դու ավետարանի խոսքը աղավաղել ես, խախտել ես, հավատքդ իզուր ու անօգուտ կլինի։ Ուրեմն, որպեսզի մի 50 տարի հետո չասես իզուր էր, հիմա վերանայի քո հավատքը։ Դու անխախտ խոսքը պահում ես։ Այնօր մեկի հետ զրուցում ենք։
Եվ դրանից մի քանի օր առաջ ինքը կիսվել էր, ես ասել էի, որ ես Աստված չար բանով չի փորձում։ Գրված է, Աստված չար բանով չի փորձում։ Եվ Հակոբոսն էլ շեշտում է, եթե որևիցե մեկը փորձության մեջ է, չասի թե Աստված է ինձ փորձում, որովհետև Աստված չար բանով չի փորձում։ Ասեցին ու վերջ, գնացինք։ Մի քանի օր հետո հանդիպեցինք իրար ու ասեց, գիտես Սարգիս եղբայր ասեց, այդ խոսքը տարիներ ես կարդացել եմ, բայց չեմ հասկացել դրա խորության իմաստը եւ անցնելով փորձությունների միջով ես միշտ համարում էի, որ Աստված է անում։ Փորձում է տեսնի սիրտս լավ է թե չէ։ Ինչպես որ փորձեց Իսրայելի, չէ՞։ Անապատի մեջ 40 տարի։ Ես ասում եմ քաղցր։ Իսրայելի ժողովուրդը դեռ Աստծո ժառանգը չէր։ Մենք իրար որ մեկը սա փորձում էր ժառանգին, հետո ծնի։ Մտածեք մի հատ։ Հետո ես ասեցի, գիտես դա ինչից է գալի։ Ասեց, այո գիտեմ, որովհետև աղոթքից մեջ Տերը բացեց, որ ես կարդացել եմ խոսքը եւ փորձել եմ խոսքը հասկանամ այնպես, ինչպես ինձ արդեն աղավաղված ուսուցանել են։ Աղավաղված ուսուցանողներ։ Զգույշ եղեք, մարդկանց հավատքը չկործանեք։ Ես ճշմարիտ եմ ասում։ Այստեղ խոսքն ասում է, որ պահեք խոսքս առանց խախտելու, առանց աղավաղելու։ Ամեն։ Եվ հետո շարունակում ենք։ Մեկտասյոթում տեսնում ենք, որ Պողոսը հենց սկզբից էլ արդեն իսկ գրել էր Առաջի Կորինթացիների մասին խոսքը, Մեկտասյոթում։ Ասում է, որ Քրիստոսը ինձ հանձնարարեց ավետարանը քարոզելու։ Դա օրհնություն է։ Իրականում օրհնություն է, երբ որ ինչ որ մեկին Տերը հանձնարարական է տալի։ Ու կապ չունի, ինչ է հանձնարարականը, կարևորը Տերիցն է, եւ Տիրոջ համար է։ Ամեն։ Ես ու դու պիտի հանձն առնենք դա անելու եւ անելու լիակատար կերպով, անմնացորդ կերպով, լավագույն կերպով, ամեն։ Եվ Արաքյանն այստեղ ասում է, երբ որ Տերը ինձ հանձնարարեց ավետարանը քարոզելու, բնականաբար ինքն օժարվել է եւ ասում է քարոզելու ոչ թե մարդկային իմաստությունով եւ ճարտարախոսությունով, այսինքն իրականում ավետարանը կարա քարոզվի մարդկային իմաստությունով, ճարտարախոսությունով, գաղափարախոսությունով, փիլիսոփայությունով, ամեն։ Այստեղ Արաքյանն ասում է կանչեց քարոզելու, հանձնարարեց, բայց ոչ այդպես, այլ հետևում եք, ձեր ավետարանն ենք կարդում, ձեր Աստվածաշնչից։ Այլ քարոզելու ավետարանը այնպես, որպեսզի Քրիստոսի խաչի քարոզչության խոսքը չկորցնի իր արժեքն ու զորությունը։ Ուշադիր ես։ Ուրեմն եթե ինչ որ մեկը ավետարանը աղավաղում է, արդեն իսկ աղավաղված ավետարանի պատճառով Քրիստոսի խաչի քարոզչության խոսքը կորցնում է իր արժեքն ու զորությունը։ Դրա համար մարդիկ սկսում են հենվել իրենց կարողությունների վրա։ Այլ եթե այդպես անեիր, այդպես կներ։ Ոչ։ Եթե դու ճիշտ հավատայիր ճշմարիտ խոսքին, ավետարանի խոսքի զորությանը, դու կտեսնեիր կյանքդ վերափոխված, իրավիճակներից բժշկված ու ազատագրված։ Ամեն։ Ամեն։ Կուզեք վերջացնեմ, շատ եմ խոսում։ Շարունակեմ ուրեմն, մերսի։ Եվ 18-ն ասում։ Եվ 18-ն ասում, Առաջի Կորինթացիների առաջի գլուխ 18 համարն ասում, լսեք։ Որովհետև Կորինթյան ճանապարհի մեջ եղողների համար Քրիստոսի խաչի քարոզչությունը հիմարություն է եւ անիմաստ։ Դա ում համար? Կորինթյան ճանապարհի մեջ եղողների համար։ Լսի, եթե ինչ որ կերպով Քրիստոսի խաչի քարոզչությունը թողած ընկած ես քո մարդկային կարողությունների վրա, դու փրկության ճանապարհի մեջ ես։ Թե պետք որ եկեղեցի ես գալի, թե պետք Սուրբ Հոգով ես աղոթում, թե պետք Քրիստոսի ծառա ես, դա չի ապահովում քո ճանապարհի ճշմարիտ ընթացքը։ Իսուսն ասում է, ես եմ ճանապարհը։ Ամեն։ Ճշմարտությունը եւ կյանքը։ Ամեն։ Ուրեմն, բայց ասում եմ մեզ փրկության ճանապարհի մեջ եղողների համար կարդում եմ Քրիստոսի խաչի քարոզչության խոսքը դա Աստծո զորությունն է մարդկությանը փրկելու համար։ Քաղցր ջան, դե ուրեմն հենց այդ խոսքը քարոզի, առանց աղավաղելու, առանց խախտելու։ Քարոզի ու կտեսնես
կյանքդ կփոխվի, ընտանիքդ կփոխվի։ Բնակ մարդը ասում է, կներեք էլի sense իհարկե անունով չեմ ասում, մարդը ասում է, ամուսինս չի ապաշխարում Սարգիս եղբայր, ասում եմ մի քիչ լրի, որ ապաշխարի։ Սա ինձ չեմ ասում, սա խոսքն է ասում է ճիշտ ապրի, լուր ապրի, ճիշտ ապրի, կներես, ցավոտ տեղը, բայց ասեմ, դե ավետարան է ասում, հետս խնդիր մի ունեցի, ասում է, և քո ամուսինը կապաշխարի, տարածեք ձեր Եվ իրականում դա ճշմարտություն է, Են քուրիկը որ դեռ ամուսնացած չի, թող տարածի հավատքով, որ իր ամուսինը ապաշխարած պիտի լինի։ Ամեն։ Տեսեք, բայց ասում է, ախր այնքան սխալ ավետարան ես տվել այդ ամուսնուդ, այ բալա։ Եվ ոչ մենակ կինը, կամ ասենք հավատացյալն էլի։ Ասենք ոմանց ամուսիններն են, հա, որոշ քույրերի ամուսիններ են կան, որ այնց հավատացյալների են հանդիպել, որ չեն ուզում, որ հավատացյալ դառնան։ Դրա համար էլ ես խեղճ քուրիկը ինչ եմ ապրի, ոնց էլ ապրի, մեկը չի ապաշխարի այդ անձը։ Ինչի, որովհետև տեսել է ու գիտի, որ ինքն այդ վիճակով ավելի լավ է, քան այն վիճակով, որ այդ մարդը որպես հավատացյալ գալիս էր եկեղեցի ու այդ օրներ տեսավ ու լասեց։ Երբ ես ապաշխարելու։ Այո, մի հələ դու ապաշխարի։ Դե ի՞նչ է կամ։ Ուտելու բան է, եղեք գերան։ Այդ ապաշխարություն բառը ի՞նչ է։ Ուրեմն եկեք, որ խաչի քարոզչության խոսքը չաղավաղենք քաղցրներ ջան։ Եվ մենք տեսանք նախապայմանը առաքյալը դրեց միայն հաստատուն պահելը, խոսքը հաստատուն պահել։ Եվ կտեսնես, որ ամեն խոստմունք կիրականանա քո կյանքում եւ քո ընտանիքում։ Երկրորդ Կորինթացիների 4:14-ից Գիտենք եւ հաստատ համոզված ենք։ Եվ գիտենալն ու հաստատ համոզված լինելը դա հենց հանդիսանում է հավատքի հիմքը։ Գիտենք եւ հաստատ համոզված ենք, որ Տեր Հիսուս Քրիստոսին հարություն տվողը, առաքյալն ասում, լսեք, գնում է Կորինթոսի եկեղեցուն, եւ ասում է Քրիստոսին հարություն տվողը մեզ էլ հարություն կտա։ Ձեզ հետ առաքյալը չի բաժանում ինքն իրեն ամբողջ ընդհանուր եկեղեցուց։ Ձեզ հետ կնստեցնի, կկանգնեցնի իր ներկայության մեջ, իր առաջին։ Ամեն։ Որովհետև ամեն բան ձերն է։ Սա գրված է։ Ամեն բան ձերն է։ Ուշադիր ես, բայց մի թող ամեն բան քոնն է։ Ինչ ավետարանը խոստացել է Աստծո խոսքի հիման վրա գրել է քեզ, ամեն բան պատկանում է քեզ։ Բայց մի թող ամեն բան պատկանում է քեզ։ Կյանքը, փրկությունը, օրհնությունը, հաղթությունը, ուրախությունը, հաջողությունը, ամեն բան քոնն է։ Հալելույա։ Վերցրու քո բաժինը, թույլ մի տուր, որ հակառակորդը գողանա քեզանից։ Ամեն։ Ամեն բան քոնն է, որպեսզի փրկության շնորհքը ել ավելի շատ մարդկանց վրա տարածվի եւ գողության աղոթքները ել ավելի առատանա Աստծո փառքի համար։ Ամեն բան քոնն է։ Եվ նպատակը նորից տեսնում ենք, որ փրկվածները շատանան եւ գողության աղոթք անողներն շատանան, որոնք Աստծո փառքի համար պիտի բարձրանան եւ առատանան։ Ամեն։ Բայց սկսվում է նրանից այն համոզմունքից, որ Քրիստոսի խաչի քարոզչությունն Աստծո զորությունն է փրկելու համար, որ մենք ներքուս պիտի գիտակցենք եւ համոզված լինենք, որ ամենքս հարություն ենք առնելու Հիսուս Քրիստոսի միջոցով Հայր Աստծո կողմից եւ մենք վայելելու ենք Աստծո փառքի ներկայությունը հավիտենականության մեջ եւ այս վերապրելով սա քարոզելով շատանան փրկվածները։ Այստեղ էս ասում քաղցր ջան։ Ինչքան ջանք ուզում ես արա, բայց ճիշտ պիտի քարոզես, ճիշտ պիտի ներկայացնես։ Ավետարանի ճշմարտությունը անխախտ պիտի պահես քաղցր ջան։ Ամեն։ Եվ դա ասում է կլինի։ Քիչ ամոնում ես կվերջացնեմ Տերնորդի քո համբերությունը, Հռոմեացիների 8:11։ Հռոմեացիների 8:11։ Այնտեղ ասում է, որ Հիսուս Քրիստոսին մեռելներից հարություն տվողի հոգին բնակվում է ձեր մեջ։ Քանիսից մեջ է բնակվում Քրիստոսի հարության, զորության հոգին բնակվում է ձեր մեջ,
ապա ուրեմն Քրիստոսին մեռելներից հարություն տվողը քո մահկանացու մարմինն էլ կկենթանացնի, կվերականգնի, կզորացնի։ Ուրեմն տեսնում ենք Աստծո փառքի եւ զորության շնորհիվ, որ մենք հավատացել ենք Հիսուս Քրիստոսին եւ տեսել ենք Աստծո փրկությունը մեր կյանքում եւ ընդունել ենք Աստծո հոգին, դա միայն նրա համար չի, որ ինչ որ մեկի հանդեպ պարծենանք, իբր թե որ նա ճունի մենք ունենք, այլ որ Աստծո հոգին, Քրիստոսի հարության հոգին մեզանումն է նպատակը, որ Աստված մեր ֆիզիկական մարմինն է բժշկի, վերականգնի, նորոգի եւ հաստատի մեր կյանքում Հիսուս Քրիստոսի զորավոր անունով ամեն եւ ամեն։ Ամեն, հալելույա։ Մենք նորից կարդում ենք երկրորդ Կորինթացիների 4:16 գլուխը եւ այնտեղ տեսնում ենք թե այս փրկությունը վերապրած մարդը, այդ գոհության աղոթքը վերապրած մարդը եւ Աստծո զորությունը վերապրած մարդը Հիսուս Քրիստոսի հարությունը ընդունող եւ հարության զորությունը ճաշակած մարդը կարդում ենք երկրորդ Կորինթացիների 4:16-ը դրա համար էլ երբեք չենք թուլանում, չենք տկարանում, չենք հոգնում։ Ուշադիր եք, ուրեմն ես խոսում եմ իմին մարդկանց հետ, որոնք ընդունել են Քրիստոսին եւ իրենք հոգնել չունեն, հրաժարվել չունեն։ Ամեն։ Եվ թեև մեր դրսի մարդը, գիտես, մենք ունենք դրսի մարդ, ունենք ներսի մարդ։ Չետաս ամուսնու ասես ես երկու մարդ ունեմ։ Ուրեմն ասի, մենք ունենք դրսի մարդ եւ ներսի մարդ։ Այստեղ ասում է, որ թեպետ որ մեր դրսի մարդը, այս ֆիզիկական մարմինն է դրսի մարդը։ Մեր դրսի մարդը հետ է աստիճանաբար քայքայվում ու փչանում է։ Պատկերացնում ես դու նայում ես 130 տարեկան մարդուն, ասում ես վայ խի ատենց։ Դե փչացել է։ Քայքայվել է մարմինը։ Չէ՞ որ դերս ասում։ Առաքյալն ասում, լսեք, Պողոս առաքյալն ասում, որը հանդիպում էր ունեցել Քրիստոսի հարության զորության հետ, որի կյանքը հիմնովին փոխվել էր, որի միջոցով մենք ավետարանը իմացանք եւ հավատարանի միջոցով հավատացին Քրիստոսին։ Հիմա ինքն ասում է, մենք որ վերապրել ենք այդ հարության զորությունը, Սուրբ Հոգու ներգործությունը, մենք չենք հոգնում, եղբայրներ, քույրեր կամ քույր եղբայրներ։ Մենք չենք հոգնում, չենք թուլանում, չենք հիասթափ, պատկերացնում ես հավատացյալը, ոայ հիասթափվել ես, բա ուր հավատքդ քաղցր ջան, հուսահատվել ես։ Բա ինչ կասես, որ Պողոսն ասում էր Սարգիս եղբայր, որ ինքը տկարության մեջ զորանում էր։ Այո, դու ես զորացի։ Դրա համար էլ ինքն իմի ասում է, որ մենք չենք թուլանում, որովհետև եթե տկարանում ենք, էլի զորանում ենք։ Ամեն։ Եվ այստեղ ասում է, թեպետ մեր դրսի մարդը աստիճանաբար փչանում է, խափանվում է, քայքայվում է, բայց մեր ներսի մարդը, հալելույա, լսեք, բայց մեր ներսի մարդը օրեցօր նորոգվում եւ զորանում է Աստծո շնորհքով եւ զորությամբ։ Ամեն։ Ներսի մարդը չի թուլանում, չի տկարանում, այլ օրեցօր նորոգվում է։ Հլասա, օրեցօր նորոգվում է։ Մենք կարդացինք Հռոմեացիների 8:11-ում, որ Աստծո Սուրբ Հոգին մեր մեջ է, որ մեր ֆիզիկական մարմինն էլ նորոգի, դրսի մարդուն նորոգի, բայց եթե տարիքի հետ կապված աստիճանաբար այդ դրսի մարդը փչանում եւ ուրեմն քայքայվում է, հոգ մի արա, կարևորը ներսիդ մարդը թույլ տուր, որ զորանա Աստծո հոգով։ Ամեն։ Ամեն։ Ուրեմն տեսնում ենք Եբրայեցիների 2 գլուխ 14-16 համարներում, այնտեղ այսպես է գրված, որ Հիսուս Քրիստոսը ամբողջությամբ հաղորդակից եղավ մարդկային բնությանը, որպեսզի մեզ էլ ամբողջությամբ հաղորդակից դարձնի աստվածային բնությանը։ Հիսուսը որպես Աստծո որդի դարձավ մարդու որդի, որ մարդկանց որդիներին դարձնի Աստծո որդիներ։ Հալելույա։ Եվ իմի ասում է, եւ ինքը, որ նմանվեց մարդկային բնությանը, իր մահով եւ հարությունով
խափանեց մահվան իշխանություն ունեցողին սատանային, խափանեց Ամեն։ եւ շարունակում է ոչ միայն խափանեց, այլ նաեւ մեզ ազատագրեց բոլոր նրանց, ովքեր որ մահվան վախերով գերված, կապված ծառայում էին սատանային։ Եվ 16-ն ասում է, եւ հիմա էլ հարության Քրիստոսը իր օգնության հզոր բազուկը մեկնել է հավատացողներին օգնելու, ազատելու գերությունից, կապանքներից եւ տանջանքներից։ Նրա ձեռքը չի կարճացել, նրա ձեռքը մեկնված է հավատացողին օգնելու։ Մի ասա, բա որ հավատացողին օգնելու, բա ինձ խի չի օգնում։ Եթե դու ասում ես, բա ինձ խի չի օգնում, դա նշանակում է դու փաստում ես, որ դու չես հավատում նրա օգնության բազկին։ Ուրեմն լավ կլինի, որ վերանայենք մեր հավատքի ընթացքը։ Չլինի թե որ մեր հավատքի ընթացքը հաստատված լինի ինչ որ մեկի կարծիքի վրա, ինչ որ մեկի քարոզչության մեթոդի վրա, ինչ որ մեկի սկզբունքների կամ համոզմունքների վրա։ Մեր հավատքը պիտի հիմնված լինի Աստծո ճշմարիտ, կենթանի, փրկության խոսքի վրա, ավետարանի ճշմարտության վրա։ Ամեն, որի հիմքում Քրիստոսն է եւ իր գործը խաչի միջոցով, որով ինքը Քրիստոսը հարություն առնելով փաստեց եւ հաստատեց, որ դա այդպեսին է որ կա։ Եկեք որ փառք տանք Աստծուն, գոհություն հայտնենք մեր սրտում եւ մենք հանձն առնենք, որ ավետարանի եւ Քրիստոսի համար պատրաստ ենք վազելու, առանց հոգնելու, առանց թուլանալու, որովհետեւ երիտասարդներն անգամ կհոգնեն ու կթուլանան։ Ուրեմն զորավորներն անգամ կհոգնեն ու կտկարանան, բայց նրանք, ովքեր Տիրոջն են ապավինում, ազնվի պես վեր կսրանան, կվազեն ու չեն օգնի, կգնան եւ չեն գնալու։ Ուրա քո ապավինությունը քաղցր ջան, նրա նկատմամբ, ով էս բանը քեզ խոստացել է։ Ուրեմն վերանայի հավատքի ընթացքը եւ վազիր արծվի պես, սլացիր երկինք հաղթությամբ եւ վայելիր երկնային բոլոր օրհնությունները, որոնք Հայր Աստված խոստացավ եւ Քրիստոսով իրականություն դարձրեց եւ Սուրբ Հոգով հասանելի անում ինձ ու քեզ բոլոր հավատացյալներից։ Ամեն։ Ամեն։ Եղիր օրհնված եւ օրհնության միջոց շատերի համար։ Գանք Տիրոջ ներկայության մեջ ինչպես որ կայինք եւ վստահ լինենք, որ Աստծո օրհնությունը մեր կյանքում կբերի վերափոխություն եւ ազատագրություն Հիսուսի զորավոր անունով։ Ամեն եւ ամեն։